Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազել Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ այս պահին դիտողներ։ Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար արվեստի քննադատ Վիգեն Գալստյանի հետ այսօր խոսելու ենք ազգային պատկերասրահի նախորդ տարվա հաջողված նախագծերի ու նաև առաջիկա ծրագրերի մասին։ Ողջույն Վիգեն, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես ուզում եմ նախորդ տարվա այսպես մի քիչ ավելի հետ գնանք դեպի գարուն, որտեվ իմ հիշելով շուրջ 4 տարի տևած հիմնանորոգման ու վերափոխման աշխատանքներից հետո թանգարանը վերաբացվել է եւ նորացված ցուցադրություններով կուզեի խոսեինք հայեցակարգային փոփոխությունների մասին եւ այս տարվա ընթացքում լավագույն այսպես ցուցադրություններին նաեւ անդրադառնանք։ Շատ լավ, բարի փորձենք։ Երևի եթե խոսում ենք հայեցակարգային փոփոխությունների մասին, երևի թե մի փոքր էլ հետ գնանք դեպի տարվա սկիզբ, անցած տարվա հունվար ամիսը, երբ որ առաջի պատկերասրահի առաջի ցուցահանդեսը այդ տարվա բացվեց եւ դա Լուսինե Նավասարդյանի լռություն նախագիծն էր, մենք այդ արդյոք այստեղ նույնպես ներկա ենք եղել, դա բացի ցուցահանդես լինելուց իրոք հայեցակարգային նախագիծեր են առումով, որ հստակ ազդարարում էր նոր ուղղվածություն եւ միտվածություն թանգարանի ցուցահանդեսյան ռազմավարության համար, այսինքն ժամանակակից արվեստը ներկայացնելու ուղղությամբ եւ այդ առումով շատ նշանակալի սկիզբ էր տարվա համար։ Բացի նրանից, որ դա իրոք ես համարում եմ առավել հետաքրքիր ժամանակակից արվեստի ոլորտում առավել հետաքրքիր նախագծերից մեկն էր, որ հետագայում գնաց նաեւ Բերլինում ցուցադրվեց 2 անգամ եւ շարունակելու է ճամփորդել։ Դրան հաջորդեցին արդեն մշտական ցուցադրության երկրորդ փուլի, աշխատանքները եւ վերաբացումը, որովհետեւ հայկական արվեստի 18-ից 19-րդ դարի սրահները արդեն նախորդ տարի բացվել են եւ գարնան ամիսներին արդեն բացեցինք ռուսական արվեստի բաժինը ցուցասրահները եւ հայկական 20-րդ դարի կամ նորագույն շրջանի ցուցասրահները, ինչպես նաեւ արևմտաեվրոպական արվեստը ներկայացնող ցուցասրահները, այստեղ էքսպոզիցիոն համադրողական տեսանկյունից իհարկե կային լուրջ փոփոխություններ, կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան, դրա շուրջ երկար քննարկում ենք, բանակցում ենք թիմով, թե ինչպիսի մոտեցում պետք է որդեգրել եւ որոշեցինք հնարավորինս պահպանել դասական ժամանակագրական մոտեցումը, բայց շեշտադրելով պատմաքննադատական մոտեցումը, այսինքն առանձնացնել որոշակի երևույթներ, որոնք կարևոր են հայկական արվեստը այդ ժամանակաշրջանի ուրվագծելու եւ բնորոշելու համար, հա։ Եվ սա հատկապես արդի ժամանակների մասն է խոսքը, իհարկե կերպարվեստը առանց արդիականության չի նայվի, չէ, նույնիսկ պատմությունը։ Ոչ, դե որովհետեւ ազգային պատկերասրահը իհարկե ներկայացնում է հայկական կերպարվեստը, դա հայկական կերպարվեստի խոշորագույն թանգարանն է, բայց այստեղ կարևոր է երևի թե այդ շեշտադրումը անել, որ խոսքը իրոք նոր ժամանակների մասին է, այսինքն 17-րդ դարից մինչև մեր օրերը եւ մինչ այդ, այսինքն անտիկ եւ միջնադարյան ժամանակաշրջանի արվեստը հիմնականում ներկայացված է պատմության թանգարանում, չնայած պատկերասրահը նաեւ ունի անտիկ ժամանակաշրջանի նվիրված ցուցասրահ, այդտեղ ներկայացված է ոչ հայկական արվեստը, հունական, եգիպտական, չինական, ճապոնական եւ դա նույնպես շատ հետաքրքիր հավաքածու է, որը մենք էքսպոզիցիան անելու ընթացքում հասկացանք, որ կարիք ունի ընդլայնման, որովհետեւ մեր նկարտումներից մեկը հենց
ոչ միայն հայ եւ արտասահմանցի հանդիսատեսին հայկական արվեստի ընդհանուր պատմությունը ներկայացնելն է, այլ հատկապես տեղացի այցելուին ներկայացնել համաշխարհային արվեստի պատմությունը հնարավորինս ընդգրկուն բազմաբովանդակ ձևով, ներառարական ձևով եւ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք սա կարևոր փոփոխություններից մեկն է։ Հայկականության դիտակետից, ինչ որ Հայաստանի դիտակետից կա։ Այո, միանշանակ։ Գիտեք, սա թանգարան է, ինչպես եւ Հայաստանի բոլոր թանգարանները, որոնք հիմնվել են եւ ստեղծվել են խորհրդային իշխանության առաջին տարիներին, այսինքն որպես ինստիտուցիոնալ կառույցներ, դրանք ձևավորվել են խորհրդային փոփոխվող, իհարկե, միանշանակ փոփոխվող գաղափարախոսությունների եւ հայեցակարգների ներքո եւ արևմտաեվրոպական օրինակ արվեստի բաժնի ձևավորումը նույնպես դրա արտադրանքներ, այսպես ասած, եւ փորձում էր շատ ուղղակի ձևով կրկնօրինակել Ռուսաստանի, Մոսկվա եւ Պետերբուրգի թանգարանների կառուցվածքները եւ իհարկե այսօր պետքա այդ ամենը վերանայել, որովհետեւ մենք ունենք լրիվ այլ հարաբերություններ արևմուտքի հետ, արևելքի հետ, քան թե այն ինչ որ թելադրվում էր մեզ Ռուսաստանից, որովհետեւ չես կարող Ռուսաստանի դիրքորոշումները այդ մշակութային հարաբերություններին փոխառել ու վերարտադրել, հա։ Ու սա շարունակվող գործընթաց է, որովհետեւ իհարկե խոսքը գնում է անընդհատ վերանայումների մասին, հա, անընդհատ արվեստի պատմությունը տարբեր քաղաքական խոսույթների ներքո շակի դրճագուն եւ հիմքային փոփոխությունների է ենթարկվում եւ մենք պետքա արձագանքենք դրանց։ Այդ արձագանքումները ցավոք սրտի մինչեւ օրս ես կպնդեի տեղի չեն ունեցել, որտեվ թանգարանը աշխատում էր եւ ընթանում էր տենց քննադատական, այդ քննական խոսություններից, դիսկուրսներից դուրս։ Ուղղակի տենց ֆորմալ ժամանակագրական գծային պատմությունների կամ ոչ պատմությունների իրականում ներկայացում էր։ Հիմա եւ ամենաբարդը իհարկե հենց այդ համաշխարհային արվեստը ներկայացնելն է, որտեղ ունենք ընդամենը մեկ հարկ ու ցուցասրահ, որտեղ պետք է ներկայացրել, ասենք 2000 տարվա արվեստի պատմություն, ինչ որ ձևով դա ընդհանրացնելով թե արևելյան, թե արևմտյան արվեստի զարգացումների այդ տիրույթում, եւ դա հսկայական խնդիր էր, եւ մենք կարելի ասել ընդամենը փորձել ենք մատնանշել ինչ որ ընդհանուր զարգացումներ եւ շատ կարեւոր է քաղաքական տեսանկյունից արևելյան ու արևմտյանը համատեղել այստեղ, այսինքն եթե առաջ արևելյան արվեստը առանձին ցուցասրահներում առաջին հարկում sense նեղ միջանցքային ձևով տարածքներում ներկայացված էր, հիմա դրանք համատեղված են, որպիսի հնարավորություն տրվի ցույց տալու որոշակի հորիզոնական այդ արվեստային հարաբերությունները եւ գիտեք ոնց մարդու երևակայությունը արվեստի տիրույթում ավելի հորիզոնական ձևով եւ չդնել դրանց ինչ որ նժարների եւ հիերարխիաների մեջ, ինչպես արվում է դասական թանգարաններում, որտեղ եվրոպական արվեստը իհարկե գագաթնակետն է, հա, ամեն ինչի, բայց այդ առումով մենք շատ դեռ աշխատանք ունենք նախ եւ առաջ անելու, նախ եւ առաջ հենց հավաքածուները համալրելու տեսանկյունից, այսինքն մեր արևելյան թեպետ մենք տեսականորեն պետք է որ շատ ավելի արևելքի ժողովուրդների, մշակույթների հետ ուժեղ առնչություններ ունենանք, բայց փաստացիորեն մեր հավաքածուները շատ մասնակի են, թռուցիկ են, եւ դա լուրջ պակաս է, պետք է ուղղությամբ ակտիվ աշխատենք եւ հուսամ մի օր կստացվի տարածքները online-ել եւ այդ հատկապես այդ հավաքածուն համար լիարժեք ձևով ներկայացնել, հատկապես օրինակ 20-րդ դարը եւ ժամանակակից արվեստը, որը ցավոք սրտի
ներկա պահին հնարավորություն չունենք ներկայացնելու։ Օրինակ ինչ հեղինակներ կան, որոնք այտենց հատկապես աչքի չեն ընկել, ավելի շուտ չեն ներկայացվել պատշաճ կերպով։ Հայկական, հայ թե չէ, արտասահմանյան մեր հավաքածուից։ Հավաքածուի հիմնական գործերը, նրանք որոնք մշտապես, այսինքն ներկայացված են եղել, որտեղ գիտեք ոնց հավաքածուն ինչ որ պահին դադարել է տենց լուրջ ձևով աճել, կարելի ասել 80-ականից, իհարկե եղել են ավելացումներ, բայց այն հիմնական անկյունակարային գործերը միշտ էլ մնում են, մնացել են եւ ներկայացված են, այսինքն դեղ Ռուբենսի աշխատանքն է, Ֆրագոնարի, Վանեյքի, հոլանդական դպրոցի գործերն են, բայց կային գործեր, որոնք ընդհանրապես անտեսված են եղել եւ այս վերակառուցման ժամանակ մենք որոշեցինք, որ պետք է անպայման դրանք ընդգրկել, նախ եւ առաջ ընդլայնելով այդ արևմտաեվրոպական կամ համաշխարհային արվեստ հասկացության շրջանակները, դա առաջին հերթին օրինակ վրացի արվեստագետների աշխատանքները։ Մենք ունենք վրացի արվեստ ներկայացնող գործեր, որոնք ընդհանրապես ոչ մի ձև երբևիցե չեն ներկայացված չեն, ասենք Լադո Գուդիաշվիլի գործը, Գաբաշվիլու գործը եւ էլի երկու արվեստագետների աշխատանքներ, որոնք շատ կարևոր են նախ եւ առաջ, որպեսզի դու ցույց տաս, որ դու իրոք մի քիչ տարածաշրջանային ձևով ես մտածում, եւ տարածաշրջանը, ընդ որում նաև Հայաստանը մասնակից են եղել այդ գլոբալ զարգացումներին։ Հետևաբար, օրինակ, արևմտաեվրոպական 20-րդ դարը ներկայացնող արվեստի սրահներում մենք ընդգրկեցինք սփյուռքահայ արվեստագետների աշխատանքներ, որոնց ամբողջ ստեղծագործությունը եւ կյանքը ծավալվել է Եվրոպայում, ասենք։ Դա Հակոբ Գյուրջյանն է, Գարզունն է, Դիգրան Տատերյանը, Վահան Ամատունի, Նվարդզարյանը, որովհետև օրինակ ենթադրենք մեր մոտ 20-րդ դարի կեսերի քանդակագործությունը, որպես այդպիսին ներկայացված է հենց այդ արվեստագետների գործերով, որոնք ասել թե իտալացի, թե ֆրանսիացի են, լինելով նաև սփյուռքահայ արվեստի ներկայացուցիչներ։ Դա կարևոր փոփոխություններից մեկն էր եւ ես կուզեի, որ մենք այդ գիծը շարունակեինք զարգացնել, բայց ամիջ կապված է տարածքից եւ ռեսուրսներից, իրոք շատ դրճագույն խնդիր է եւ ինչ որ ձևով սահմանափակում զարգացման համար, սա պետք է օր առաջ վերանալ եւ այս հարցը լուծել, որովհետեւ այսօր պատկերասրահը, որը ունի շուրջ 45000 ցուցանմուշ, եւ դրանք համալրվում են եւ դրանք համալրվում են շատ մեծ տեմպերով 2024-ը, 25-ը եւ նաեւ հիմա արդեն 26 թվականը ձեռքբերումների տեսանկյունից դրանք կարելի ասել ինչ որ առումով աննախադեպ են, որովհետեւ ունեցել ենք շատ մեծ քանակի նվիրատվություններ, շատ լուրջ կարևոր նվիրատվություններ, ամբողջական հավաքածուներին նվիրատվություններ, առանձին գործեր գնվել են, հատուկ նախագիծ առաջարկվեց մշակույթի նախարարության կողմից այն ժամանակակից արվեստ գնելու համար։ Իսկ օրակարգում չկա օրինակ նախարարության հետ քննարկվելու, ասենք, տարածքի հետ կապված ծրագրերը։ Ես կարծում եմ, ես համոզված եմ, որ այդ հարցերը քննարկվում են անընդհատ տնօրինության կողմից։ Թե ինչպիսի բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ արդեն հսկայական նախագծի մասին է խոսքը գնում, ոչ թե ինչ որ մի հատ շենք հատկացնել, որպեսզի այնտեղ ինչ որ հավելյալ բան ներկայացվի, այլ դա փոխելու է ընդհանրապես պատկերասրահի ամբողջ կառուցվածքը, որտեղ պետք է այդ նոր շենքը լինի, ինչ այնտեղ պետք է ներկայացվի։ Հիմա մտադրությունը այն է, որ նոր մասնաշենքը պետք է ներկայացնի
20-րդ դարի երկրորդ կեսից մինչև մեր օրերը ստեղծված ժամանակակից արվեստը եւ նաեւ ունենա նոր որակի ցուցասրահներ, ժամանակավոր ցուցասրահներ, որոնք թույլ կտան մի քիչ այլ մասշտաբի ցուցահանդեսներ անելու, քանի որ մեր շենքը բավականին դասական ճարտարապետության 20-րդ դարի սկզբի թե 70-ականների ճարտարապետության նմուշ է, ուստի թույլ չի տալի որոշ ընդունել եւ իրականացնել այսօրվա ժամանակակից արվեստին բնորոշ եւ համապատասխան նախագծեր, որոնք շատ հաճախ կապված են հենց այդ մասշտաբային, ծավալային են, ներառարական են եւ կարիք ունեն լրիվ այլ կարգի տարածքների։ Ինստալացիաներ են, մի խոսքով։ Շատ լավ, եկեք խոսենք նաեւ այն կարևոր ցուցահանդեսների մասին, նախագծերի, որոնք որ կարելի առանձնացնել եւ դա նույնպես ինչ-որ Դե իմ համար բոլորն էլ փոքր թե մեծ կարևոր են։ Առաջին կիսամյակում իրոք կենտրոնացանք, որովհետև դա շատ ծանրաբեռնված եւ ծավալուն աշխատանք է։ Բայց որը ոչ կլասիկ է եւ ոչ բնորոշ է ազգային պատկերասրահի այսպես ընդհանուր։ Դե կային իհարկե բնորոշ ցուցադրությունները, այսինքն հոբելյանական ցուցահանդեսները, Հենիկ Մամյանին նվիրված, 100-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը, հետո առաջին Ժան Ժանսեմի առաջին հետահայաց ցուցահանդեսը նույնպես իրականացրեցինք, շատ մեծ ծավալուն ցուցահանդես էր, որ ես համարում եմ այնուամենայնիվ կարևոր, Հովանես Ալխազյանինը, Գրիգոր Աղասյանինը այս տարի տեղի ունեցավ, դրանք դե կարևոր են, անկախ ամեն ինչից, թե ոնց են արվում եւ ինչքանով են ինչքանով են նորարարական կամ դասական, դա ուրիշ հարց է, կախված է նաեւ թե ով է իրականացնում, ինչ համադրող։ Կարևոր ցուցահանդեսներից ըստ իս, որ մի փոքր դուրս էր գալի այդ շրջանակներից, օրինակ ես կառանձնացնեմ նոյեմբեր ամսին տեղի ունեցած մոդեռնիզմի հոսքեր ցուցահանդեսը, որը ես համադրեցի Հասմիկ Բադալյանի հետ, ազգային պատկերասրահի գեղանկարչության բաժնի գիտաշխատող, եւ դա կարևոր ցուցահանդես էր 20-րդ դարի հայկական արվեստի պատմագրությունը մի քիչ վերանայելու եւ վերադիրքավորելու տեսանկյունից, որովհետեւ կա որոշակի ընդհանուր եւ ես կասեի ընդհանուր առմամբ սխալ պատկերացումներ, թե ոնց են այդ զարգացումները 40-ականներից մինչև 60-ականների վերջը տեղի ունեցել եւ հիմնովին կարծես անտեսված է Սփյուռքի դերը խորհրդահայ կերպարվեստի զարգացման այդ ուղիներում եւ այս ցուցահանդեսը փորձ է ցույց տալու, որ սփյուռքահայ արվեստը ոչ թե ինչ որ իզոլացված երևույթ է, այլ խորապես եւ նյութապես շոշափելի ձևով փոխկապակցված էր այն ամենի, ինչ տեղի ունենում էր Հայաստանում։ Այսինքն այդ արվեստը անտեսանելի չէր, ներկա էր եւ որոշ դեպքերում շատ ուղղակիորեն ներազդել է խորհրդահայ արվեստի զարգացման վրա ընդհուպ մինչև ինչ որ նոր ուղղություններով եւ նոր տենդենցիաներ խթանելով, եւ դա հնարավորություն է նաեւ ըստ ցուցահանդեսը ներկայացնելու բազմաթիվ արվեստագետների, որոնք մինչ օրս լայն հանրությանը մնացել են անարդարացիորեն անհայտ եւ չճանաչված, որովհետեւ երբևիցե չեն ցուցադրվել կամ ցուցադրվել միայն այն ժամանակ, երբ որ առաջին անգամ եկել են Հայաստան, հիմնական նվիրատվությունների տեսքով, այսինքն կարելի ասել բացառապես նվիրատվությունների տեսքով են եկել այս գործերը Հայաստան եւ ազգային պատկերասրահ եւ դեք մենք անընդհատ պետքա փորձենք ընդլայնել, զարգացնել եւ փոխել պատկերացումներ, թե ինչ է այդ հայկական արվեստը եւ հատկապես հայ արտի կերպարվեստը,
որովհետև ցավոք սրտի հանրության մոտ այդ պատկերացումները այնքան սահմանափակ են, որ դրանք դառնում են ճղճին, դրանք դառնում են գավառական, որովհետև իրենց սահմանափակությամբ, որովհետև դու չես կարող մի ամբողջ ժողովուրդ, որը կերպարվեստի ոլորտում ստեղծել է ահռելի ժառանգություն, բազմաշերտ, բազմակողմանի եւ սկզբից մինչև վերջ փոխկապակցված այդ մեծ հոսանքների, մեծ հարցադրումների, գլոբալ հարցադրումների հետ ինքը առանձին չի կայացել։ Իսկ որ հատվածն է հատկապես ճղճի մետեղ, ինչ նկատի ունեք, որ այդպես ասում Դե հիմա չեմ Այսինքն ինչ որ կրկնվող բաներ, որը ոչ թե կրկնվողի մասին չի, երբ որ դու արվեստը վերածում ես ինչ որ կրոնի եւ սակրալիզացնում ես այն եւ ունես ինչ որ մեկ աստված եւ մի քանի հատ սրբեր, հիմա բոլորս կարող ենք պատկերացնել, հա, դրանք ովքեր են եւ սահմանափակվում ես դրանով, այսինքն քո ամբողջ մշակութային կամ արվեստային ինքնության սահմանումները դրանով են սահմանափակվում ու չկա տեղ աճի, զարգացման, նորության, նորանալու հնարավորություն ունենալու, այո, իհարկե, ճկունություն չկա ընդհանրապես եւ դու իհարկե լճանում ես, կարծրանում ես, քարանում ես եւ դառնում ես մշակութային առմամբ քարացած մեռած երևույթ, այդպես չի կարելի։ Մենք անընդհատ նույնիսկ այն արվեստագետներին, որոնք մենք գիտենք եւ ճանաչում ենք կամ կարծում ենք, որ գիտենք կամ ճանաչում ենք, օրինակ, չգիտեմ, Այվազովսկին լինի դա, Վարդգես Սուրենյանցը կամ Մարտիրոս Սարյանը լինի, միանշանակ միշտ նոր ձևով պետք է նայել, միշտ, որովհետև այդ վերանայումները հարստացնում են այդ արվեստագետների նշանակությունը մեր արդի համատեքստերում։ Դրա համար սա դինամիկ ընթացք պետք է լինի, հա։ Լավ, իսկ եթե մեր այսպես տիրույթից այսպես փորձենք մի քիչ ավելի դուրս դիտարկել պատկերասրահի գործունեությունը, արդյոք սպասվում են նաև միջազգային համագործակցություններ կամ հայտնի հավաքածուների ժամանում Հայաստան կամ որոշակի այսպես ծրագրեր այդպիսի։ Միանշանակ սպասվում են եւ անցած տարի օրինակ մենք փոքր իհարկե մասով համագործակցեցինք Բերլինում տեղի ունեցած 100 գումարած 10 հայկական ալեգորիաներ ցուցահանդեսին, որտեղ ներկայացվեցին Արշակ Ֆեթվաճյանի աշխատանքները, սա մի փոքր այդպես մեկնարկ էր այդ միջազգային ծրագրերի, այս տարի շատ ավելի մեծ թափով ենք այդ ուղղությամբ աշխատելու, այսինքն գիտեք ոնց միջազգային նախագծերը իրականացնելու համար շատ երկար նախապատրաստական աշխատանք պետք է տարվի, բանակցությունների, խոսակցությունների, ֆինանսավորում գտնելու, հա, հայցակարգային, այս մեր նպատակը նաև այն է, որ պատահական բաներ չհայտնվեն պատկերացնում, այսինքն չգա ինչ որ ցուցահանդես զուտ, որովհետև ինչ որ, չգիտեմ, մեկ ինստիտուցիա դրսից իր շահերից կամ չգիտեմ կարիքներից ելնելով մեզ առաջարկման ցուցահանդես մենք էլ ասում ենք դե Իտալիայից ցուցահանդեսա պետքա ցուցադրենք ոչ կամ X ինստիտուցիան դրսում ուզում է ցուցահանդեսը ենթադրենք հայկական արվեստի մենք պետքա համաձայնենք պետքա միշտ բանակցել եւ հասկանալ արդյոք այդ ամեն ինչը կան որոշակի բանակցություններ, որը 26 թվականին այս տարի արդեն հնարավոր է իրականացնել ծրագրերը։ Այո, իհարկե, կան բազմաթիվ, ես կասեի, ոչ միայն խոսակցություններ, այլ կոնկրետ նախագծեր, որոնք ընթացքի մեջ են։ Հիմա իհարկե ես չեմ կարող դրանք բոլորը նշեմ, որովհետեւ դրանց մի մասը դեռ քննարկումների փուլում են, այսինքն հաստատված չեն, բայց մենակ մեկը նշեմ, օրինակ 2026-ին մենք պլանավորում ենք աշխարհահռչակ հայ լուսանկարիչ, բրիտանահայ, եգիպտահայ լուսանկարիչ Իդա Քարի անհատական ցուցահանդես Հայաստանում իրականացնելու եւ այդ նախագիծը իրականացնում ենք Լոնդոնի դիմանկարչության ազգային պատկերասրահի հետ
իդակարը այն քիչ արվեստագետներից է, որոնք ազգությամբ հայ արվեստագետներից է, որոնք լուսանկարչության արվեստում թողել են շատ զգալի հետք եւ ճանաչված են արդեն իսկ, այսինքն նույն Լոնդոնի դիմանկարչության ազգային պատկերասրահը մոտ 15 տարի առաջ իրականացրեց քարի անհատական ցուցահանդեսը, առանձին մենագրություն տպագրեց, մի խոսքով եւ իսկ երբ է սպասվում այդ ցուցահանդեսը այս տարվա վերջ եւ իսկ որ թանգարանի հետ է համագործակցությունը Լոնդոնի ազգային դիմանկարչության ազգային պատկերասրահի հետ National Portrait Gallery-ին, որը իրենց ամենակարևոր թանգարաններից մեկն է կերպարվեստի, խոսակցություններ են գնում Եվրոպայի բազմաթիվ այլ թանգարանների հետ, հենց ես մի քանի ժամ առաջ ուղղակի վերադարձել եմ Վարշավայից, Վարշավայում շատ հետաքրքիր միջազգային նախագիծ է հիմա ընթացք տրվել եւ մենք դրա մասն ենք լինելու, հիմա չասեմ ինչի մասին է, բայց եթե դա իրականանա, դա համաշխարհային մակարդակի նախագիծ է իր պատմագրական կարևորությամբ եւ անընդհատ մենք փորձում ենք ոչ միայն արվեստ բերել, իհարկե դա շատ կարևոր է, միջազգային արվեստ ներկայացնել Հայաստանում, այս տարի ունենք մեծ եւ փոքր մասշտաբներով, մի քանի օրինակ մենակ լուսանկարչության բաժնում ունենք շատ հայտնի ժամանակակից գերմանացի արվեստագետ Անդրեաս Լանգի անհատական ցուցահանդեսը, մայիսին տեղի կունենա Պաղեստինահայ լուսանկարիչ Նաղաշյանի բացառիկ ցուցահանդեսը, որը նվիրված է Գազային անուններ, որոնք չենք ճանաչում, մեր հանրության համար բացահայտումներ են լինելու եւ դրանք գիտեք էլի ոչ միայն Հայաստանի մակարդակով, այլ ես կասեի հենց տարածաշրջանի մակարդակով կարևոր նախաձեռնություններ են, բայց իրականում այն ինչին մենք պետք է աշխատենք հասնել, դա ոչ թե զուտ ցուցահանդեսներ բերել կամ տանելն է, այլ իրականացնել ցուցահանդեսներ, որոնք դեք ինչ որ իրավիճակ կարող են փոխել մեծ հաշվով։ Ինչ իմաստով իրավիճակ, հետաքրքիր։ Դե քաղաքական նաեւ ինչ իհարկե, որովհետեւ արվեստը դա քաղաքականություն է, դա փափուկ ուժ է եւ մենք արվեստի միջոցով բազմաթիվ խոսույթներ կարող ենք թարմացնել նաև, փոխել, ուղղորդել եւ այլն, այն ինչ որ դա այն աշխատանքն է, ինչը անում են բոլոր եվրոպական եւ ասիական առաջադեմ թանգարանները։ Խոսքը գնում են, գիտեք ինչ, այդ հաստատված նարատիվները փոխելու եւ վերաիմաստավորելու, բայց արդեն մեր դիրքերից ինչ որ առումով, հա, որովհետեւ անդադ սենց է այդ գործընթացը տեղի ունենում, անդադ խոսում են մեր մասին, ներկայացնում են մեզ, մենք ինքներս չենք կարողանում մասնակից դառնալ մեր իսկ պատմությունների ներկայացմանը, ձևավորմանը, կառուցմանը, հա, ու ընդհանրապես դուրս ենք մնում այդ լայն պատմությունների կառուցելու գործընթացից։ Սա այն ուղղությունն է, որը պետք է մենք աշխատենք, այսինքն զուտ չդառնանք, զուտ չլինենք ստացողի դերում, էլի։ Այո, պասիվ ստացողի դերում, այլ ակտիվ փորձենք, ինչքանով որ մեր ներուժը թույլ է տալիս, առաջացնել այդ նոր գաղափարները եւ նոր խոսույթները եւ նոր մոտեցումները, թե գաղափարական իմաստով, թե քաղաքական իմաստով, թե նաեւ ինչ որ առումով պրակտիկայի տեսանկյունից, այսինքն ինչ է նշանակում այսօր թանգարան, ինչ է նշանակում այսօր ազգային թանգարան։ Դե իհարկե այդ մասին նույնպես կուզեինք
խոսել։ Հա, այդ շատ մեր ժամանակը սպառվեց, Վիգեն, եթե ունեք շատ կարճ ուղակի առաջիկայում ցուցահանդես եւ դրա մասին կուզեիք այսպես անոնս անել շատ կարճ, խնդրեմ, որտեղ ունենք 1 րոպե ժամանակ։ Առաջիկայում այո ունենք շատ հետաքրքիր ցուցահանդես, որը բացվելու է ամսվա վերջին։ Ես շատ խանդավառված եմ այդ ցուցահանդեսով, ինքը կոչվում է Թանգարանային աշխատանք բացահայտումներ, ու դա պրոյեկտ է, որը ներկայացնելու է վերջին 1-2 տարվա ընթացքում Թանգարանում տարբեր հետազոտական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած բացահայտումները, եւ բացահայտվել են բազմաթիվ նշանավոր արվեստագետների նոր աշխատանքներ Մարտիրոս Սարյանից սկսած Ստեփանոս Ներսիսյանից, ինչպես նաև արևմտաեվրոպացի բազմաթիվ արվեստագետների աշխատանքներ, եւ դրանք առաջին անգամ իրենց նոր ատրիբուցիաներով կներկայացվեն հանրությանը։ Շատ լավ, մենք կանդրադառնանք անպայման այդ ցուցադրությանը, սիրով։ Շնորհակալություն, սիրելի ռադիոլսող, իմ հյուրը Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, արվեստի քննադատ Վիգեն Գալստյանն էր։ Զրույցը վարեց Նազել Յոհանյանը։ Կհանդիպենք։ Վերնատուն